Ինչ մեկ վարժություն խորհուրդ կտաք որովայնի փքվածությունից ազատվելու համար։ Շնչառություն։ Ես ինչ ասեմ, մեկ ասելու եմ շնչառություն, որովհետև շնչառությունը դա հիմքն է։ Առանց շնչառության հնարավոր չի աշխատել որովայնի մկանների հետ, որովհետև շնչառությունն է, որ ակտիվացնում է ներքին բլոկը։ Ուրեմն ասենք ինչպես շնչել։ Պետք է մենք կատարենք խորը շունչ ու արտաշունչ, կատարենք դիաֆրագմալ շնչառությունը, կատարենք արագ շնչառությունները, երբ մենք կարողանում ենք փքենք ու արտափքենք որովայնը, բայց ոչ թե ուղղակի օդը դուրս տալով վերևից, այլ աշխատացնելով ամբողջ որովայնը անընդհատ, այսպես անընդհատ, ինչպես է ձեռքերս թարթում, այդ արագությամբ մենք կարողանանք աշխատել ու ամբողջությամբ, ամբողջ որովայնով աշխատենք։ Հրաշալի։ Եվ երբ արդյունք ակնկալել։ Բնականաբար էլի ամեն մեկի արդյունքը կլինի տարբեր։ Դուք օրինակ, քանի որ շատ մարզված եք, միշտ սովորեք մարզվելու, ձեր մոտ արդյունքը միանգամից կլինի։ Մեկը ով ընդհանրապես մարզված չի ու նոր առնչվել է, որոշել է ավելի ճիշտ ոչ թե առնչվել, այլ նոր որոշել է, որ պիտի սկսի մարզվել, իր մոտ մի քիչ արդյունքը ավելի երկար կտևի։ Բայց ամենակարևորը, որպեսզի կատարեն կանոնավոր,